Հանուն Հոր և Որդու և Հոգուին Սրբո, ամեն։ Եթե չապաշխարեք, բոլորդ այդպես կմեռնեք, ասում է Տերը այսօր մեզ բոլորիս։ Եթե չապաշխարենք, եթե մեր մեղքերի համար թողություն չխնդրենք, բոլորս կմեռնենք։ Սիրելի քույրեր և եղբայրներ, այսօր ես ձեզ քարոզ չի պիտի խոսեմ։ Այսօր տարեմուտին այստեղ կանգնած ձեր առջև նկատի առնելով այն իրադարձությունները, որ տեղի են ունենում մեր հայրենիքում, այն իրադարձությունները, որ տեղի են ունենում աշխարհով մեկ, համաճարակի այս դաժան հետևանքները, այսօր ես ձեզ բոլորիդ դիմում եմ խնդրանքով, աղաչանքով, պաղատանքով, ապաշխարեցեք։ Ապաշխարել նշանակում է սթափվել, երազանքների այն հրճվանքի աշխարհից, որում գտնվում ենք, որ մեզ ամեն վայրկյան, ամեն պահ ասում են, թե դու լավն ես, դու սուրբ ես, քեզանից լավը չկա, ամենալավը դու ես, արթնանանք և մենք ինքներս մեզ նայենք և տեսնենք, թե արդյոք այդքան լավն ենք, այդքան սուրբ ենք, այդքան անմեղ ենք, իրավունք ունենք Քրիստոսի զավակները, Աստծո զավակները կոչվելով։ Եվ մի բան կա, որ կարող ենք անել, աղոթել, ներել, բարիք գործել։ Ներեցեք, խնդրում եմ ձեզ, բոլոր նրանց, ովքեր որ ձեր հանդեպ ինչ-որ մի սխալ բան են արել։ Ներեցեք, մի սպասեք, որ իրենք գան, ձեզանից ներողություն խնդրեն, դուք ներեցեք։ Եթե ինչ-որ մեկի առջև սխալ եք գործել, ամոթը մի կողմ դրեք, գնացեք և ներողություն խնդրեք։ Ձեր ընտանիքների մեջ, ամուսինները մեկը մյուսի հանդեպ, զավակները ծնողների, ծնողները զավակների հանդեպ, բարեկամը ընկերոջ հանդեպ, ներողություն խնդրեք ձեր սխալների համար։ Աղոթեցեք բոլոր նրանց համար, ովքեր որ ձեզ շրջապատում են։ Աղոթեցեք ձեր ծնողների համար, ձեր զավակների համար։ Աղոթեցեք մեր հոգևորականների համար, որովհետև այսօր իրանք ամբողջ աշխարհով մեկ ձեզ համար աղոթք են անում, բոլոր դժվարություններով, իրենց բոլոր թերություններով հետ մեկտեղ իրենք ամեն օր ձեզ համար, մեզ համար աղոթում են։ Աղոթեցեք ղեկավարների համար։ Իրենք էլ մեր նման մարդիկ են, որոնք սխալներ են թույլ տալիս։ Աղոթենք, որպեսզի Աստված իրենց ուղղորդի ճիշտ որոշումներ կայացնելու։ Աղոթենք բժիշկների համար, որոնց աչքերի առջև հարյուրավոր, հազարավոր մարդիկ են մահանում, մարդիկ, որոնք դեռ կարող էին ապրել, բարիք գործել, գնում են հիվանդության պատճառով, գնում են, որովհետև չկարողացանք անդրադառնալ, որ պետք է սթափվել, պետք է ապաշխարել։ Այսօրվա խոստովանանքի մեջ, երբ որ ծունկի եկած աղոթում էինք, ասում ենք, որը ասեմ, որը խոստովանեմ, որովհետև այնքան շատ են մեղքերս, ցավերս, վերքերս, չգիտեմ այլևս որ մեկը ասեմ։ Այդ մեղքերը վերք են դարձրել իմ սրտի մեջ և ես հեռացել եմ իմ Աստծուց, մոռացել եմ իմ ով լինելը, երազանքների աշխարհում ապրելով գնում եմ դեպի կործանում։
Եվ եթե ես այս պահին չարթնանամ, եթե ես այս պահին չանդրադառնամ, եթե ես այս պահին կանգ չառնեմ եւ չխոստովանվեմ, պիտի կործանվեմ ես եւ իմ շրջապատը։ Բայց ես չեմ ուզում կործանվել։ Ես ուզում եմ ապրել, որովհետեւ Աստված ինձ ստեղծեց ապրելու համար։ Ես ուզում եմ, որ իմ շրջապատը ապրի, որովհետև Աստված կյանքը տվեց մեզ, ոչ թե մահը, եւ ուրեմն կյանքի համար, ապրելու համար պետք է պայքարել, որովհետև սատանան, որովհետև չարիքը չի քնում։ Դեմոկրատ չէ, օրենքներին չի հնազանդվում, այլ ձեզ, մեզ բոլորիս, ամեն վայրկյան, ամեն պահ փորձում է շեղել այն ճանապարհից, որ տանում է մեզ դեպի Աստված։ Իսկ այսօր մենք այդ ճանապարհի վրա ենք։ Այն ճանապարհի վրա, որ տանում է մեզ դեպի Քրիստոսի Սուրբ Ծնունդը։ Մաքրության, լույսի, նոր հույսերի, նոր ծրագրերի, Աստծու հետ միացած լինելու նոր ուրախության ճանապարհի վրա ենք։ Եվ այդ ճանապարհը մեր հայրերը կոչել են հիսնակ, 50 օրեր ուխտավոր ենք դարձել, որպեսզի գնանք պահքով, գնանք աղոթքով, գնանք բարի գործերով Քրիստոսին հանդիպելու, նրա սուրբ ծնունդը տոնելու։ Եվ այդ ճանապարհին պետք է մաքրվենք։ Այդ ճանապարհին սատանան չարիքը ամեն վայրկյան փորձելու է մեզ շեղել, փորձելու է թույլ չտալ, որ մենք Քրիստոսի առջև կանգնենք այնպես, ինչպես պարտք է, որ կանգնենք նրա առջև։ Բայց մենք անզոր չենք, մենք ունենք ազատ կամք, մենք ունենք բոլոր այն շնորհերը, որ Աստված մեզ պարգևել է, եւ այդ շնորհերը պետք է օգտագործենք։ Եվ ամենամեծ շնորհներից մեկը, որ սերն է, այդ սերը արտահայտվում է ողորմության մեջ։ Երբ որ մենք ողորմած ենք, եւ ողորմած ենք, որովհետեւ սիրում ենք, մենք նմանվում ենք Աստծուն։ Եկեք ուրեմն փորձենք ողորմած լինել։ Եկեք հասկանանք, որ մենք Աստծու կողմից նրա պատկերով եւ նմանությամբ ստեղծված ամեն ինչ ունենք, ոչ մի բանի կարիքի չկա։ Պետք է հասկանանք, պետք է ապաշխարենք մեր սխալ ընթացքների համար, մեր ձախողումների համար, մեր Աստծուց հեռու մնալու համար, աղոթքի Սուրբ Գրքի համար ժամանակ չգտնելու համար պետք է ապաշխարենք եւ դառնանք դեպի Աստված եւ ասենք. Տեր, որը ասեմ կամ որը խոստովանեմ, այնքան շատ են մեղքերս, բայց ես գիտեմ, որ դու կաս։ Ես գիտեմ, որ դու երկնային քո արքայությունից նստած սպասում ես այս պահին, որ ես կամ դեպի քեզ, եւ դու կօգնես ինձ, եւ դու կբժշկես ինձ, եւ դու կփրկես ինձ, եւ ինձ հետ միասին իմ ընտանիքը եւ իմ ժողովուրդը, որովհետեւ ինչքան որ ես եմ քեզ սիրում, հազարապատիկ ավելի դու ես ինձ սիրում, այնքան ես սիրում, որ քո միածին որդին ուղարկելու ես աշխարհ, որպեսզի մարթանա, որպեսզի մենք մարդիկ կարողանանք Աստվածանալ։ Խնդրանքս ձեզ բոլորի տարեմուտի այս օրերին, այսօր երբ որ տուն գնաք, 2 վայրկյան մտածեք ասածներիս մասին։ Ներողություն խնդրեք բոլոր նրանցից, ում հանդեպ սխալ եք գործել։ Աղոթեք ձեր ննջեցյալների համար։ Աղոթեք բոլոր այն մարդկանց համար, ովքեր որ այդ աղոթքի կարիքն ունեն։ Աղոթեք եւ այդ աղոթքը ձեզ կզորացնի։
Աղոթեք եւ այդ աղոթքը ձեզ կլուսավորի, աղոթեք եւ այդ աղոթքը ձեզ նոր կյանք, նոր ուժ, նոր եռանդ կպարգևի ձեզ, ձեր ընտանիքի անդամներին, մեր հայ ժողովրդին։ Եվ թող այդ զորացած Տիրոջ ուժը ձեր մեջ օր-օրի ավելի ու ավելի շատանա, օր-օրի ավելի ու ավելի պայծառացնի ձեզ։ Եվ մենք միասին Սուրբ Ծննդյան տոնի կանգնենք այս Սուրբ խորանի առջև, փառք տանք Տիրոջ, ուրախանանք նրա ծննդյամբ եւ տարածենք այդ Սուրբ Ծննդյան լույսը, այդ հրաշքի լույսը, այդ շնորհների լույսը աշխարհով մեկ, այս ցուրտ, այս մութ, այս մռայլ աշխարհով մենք տարածենք Քրիստոսի լույսը։ Եվ Տիրոջ զորությունը թող միշտ ձեզ հետ լինի, ձեզ օրհնի ու զորացնի, ինչպես երեկ եւ այսօր, նույն եւ հավիտյանս հավիտենից, ամեն։